Անդրադառան այն, որ դատախազը հանրային մեղադրողը հայտարարում է այս ապացույցով կարող է հաստատվել առնչությունը, ինչպես մի քանի անգամ խոսքի նշեց, դա ընդհանուր իրենց դատողությունն է, սուբյեկտիվ դատողությունն է, որը աղերս չունի իրականության հետ պաշտոնատեսում, որպես պաշտպան հայտարարում են, քրեական վարույթում չկա երբ մեկ հաստատում, որը կարող է թեկուզ եւ անուղղակիորեն հաստատել Սամվել Կարապետյանի առնչությունը այդ ընկերությունների հետ իրական շահառու լինելու հանգամանքը եւ ինչ-որ գործողություններ կազմակերպելու հանգամանքը։ Այլ հակառակը հենց ներկայացված ապացույցներում կան ուղղակի երկով հաստատական տվյալներ։ Դա իմ կարծիքն է, յուրաքանչյուր ապացույց, եթե հետազոտվի, հրապարակային արդեն ավելի կոնկրետ հայտարարությունները կլինեն։ Բայց ես նաեւ որոշակի ուստի խնդրել մեր դատարանին մերժել թվարկված ապացույցներից որոշակի ապացույցներ հետազոտելու առաջարկը։ Եթե հասցնենք այսօր ներկայացնել։ Ծավալն է։ Չէ։ Պատվաստան կոչի դրվագով միջնորդն է մերժել թվարկած ապացույցների հետազոտելու վերաբերյալ հանրային մեղադրողի առաջարկը։ Կոչի դրվագով ենթադրյալ համացանցային կայքից արտադրված այդ էլեկտրոնային եղանակով վարույթին գծված փաստաթղթերը։ Հատորները նշել եմ, դրանք բովանդակող էլեկտրոնային կրիչներով։ Նշել եք ուզում հատորներում կազմեք հատորները։ Գնանք ներկայացնում ենք 100 դրամ արժան, որպեսզի չծանրաբերել։ Համացանցում առկա Սամվել Կարապետյանի տեսագրված խոսքի մեկնաբանությունները զննելու վերաբերյալ հետևյալ արձանագրությունները, մասնավորապես 2025 թվականի հունիսի 23-ի զննություն կատարելու արձանագրությունը, հունիսի 21-ի արձանագրությունը, դեկտեմբերի 2-ի 5 արձանագրությունները, որոնցով քննչական խումբը փորձել է պարզել, թե Սամվել Կարապետյանի հարցազրույցը ինչ ազդեցություն է թողել տվյալ տեսագրությունների մեկնաբանությունների բաժնում գրառում կատարած անձանց շրջանակի վրա, մինչդեռ դրանք որևէ նշանակություն եւ իրավական արժեք չունեն, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով նախատեսված ենթադրյալ հանցակազմի առկայությունը փաստելու տեսանկյունից։ Հանցակազմը ենթադրյալ իրավական առումով ձևական է։ Բաղդադ Սրբազանի բնակարանում իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների զինության 2025 թվականի հուլիսի 18-ի արձանագրությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու արդյունքով նույն թվականի ապրիլի 28-ի արձանագրությունը։ Այնքանով, որքանով ձայնագրառված այդ խոսակցությունները տեղի են ունեցել 2025 թվականի փետրվարի 18-ին, ապրիլի 16-ին, այդ կերպ ընտրող կոչ դրվագից 2-4 ամիս առաջ Սամվել Կարապետյանի բացակայությամբ եւ թե կոչի եւ թե մյուս դրվագների վերաբերյալ փաստական տվյալներ չեն բովանդակում։ Ընդ որում, որ վարույթի հանրային մասնակիցները իրավաչափներ են վերաբերելի չեն դիտարկել նաեւ քննարկող խոսակցությունը վարած անձանց ցուցմունքները այդ անձանց նույնիսկ չդատակոչելու։ Մյուսը Բաղդադ Սրբազանի բջջային հեռախոսի հավելվածով հայտնաբերված 2024 թվականի մարտի 19-ին Գառնիկ Դանիելյանի անվամբ ուղարկված փաստաթղթերի եւ դրանք բովանդակող կրիչը, դրանց զննության արձանագրությունը, քանի որ քննելով դեպքից 3 ամիս առաջ կատարված գրառումը եւ դրա մեջ Սամվել Կարապետյանի անվան նշումը վերոհիշյալ անձանց ցուցմունքները մեղադրական եզրակացություն չվկայակոչելու պարագայում կոչի դրվագով Կարապետյանի մեղադրանքին առնչվող որևէ վերաբերելի փաստական տվյալներ ողջամտորեն չեն պարունակում։ Սա կոչի դրվագով։ Տուրբո գեներատորային կայանների դրվագով փաստաթղթերի 2025 թվականի օգոստոսի 4-ի զննության արձանագրությունը այնքանով տաշիկ կապիտալ ՏԲ-ի նույնիսկ անվանում Սամվել Կարապետյանի եւ այլոց մեղադրանքի որոշումներում արտացոլված չէ եւ անհասկանալ է, թե ինչ կապ ունի այդ ընկերության վերաբերյալ տեղեկությունը տաշիկ կապիտալ ՏԲ-ը ուսում դատական վարույթին եւ այդ վարույթով անցնող անձանց մեղադրանքների հիմնավորմանը։ 25 թվականի օգոստոսի 4-ի զննության արձանագրությունը, որը վերաբերում է իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային տեղեկատվական համակարգում առկա հետցի իրական շահառուների հայտարարների զննությանը եւ օգոստոսի 5-ի զննության արձանագրությունը, որը վերաբերում է հետց իրական շահառուների ընտանիքի անդամների վերաբերյալ տվյալների զննությանը։ Կարապետյանի մեղադրանքները չեն վերաբերում հետցի գործունեությանը,
Առավել ևս դրա շրջանակում որևէ չարաշահում թույլ տալու ենթադրյալ դեպքերին, դրա վերաբերյալ որևէ մեղադրանք մյուս մեղադրյալներին ևս ներկայացված չէ։ Եթե անգամ արկային որոշակի չարաշահումներ ենթադրյալ, ապա համաձայն մեղադրանքի որոշումների դրանք թույլ են տրվել 60 պաշտոններ զբաղեցնող որոշ անձանց կողմից, սակայն նրանց պատկանող մասնավոր այլ ընկերությունների գործունեության շրջանակներում։ Հետևաբար հիմնական դատալությունները եւ դատարանին այս պարագայում ևս ծանրաբեռնելու անհրաժեշտություն չկա, դրանք նույնպես վերաբերելի ապացույցներ չեն։ Սա իմ դիտարկումն է, որ դրանք նույնիսկ պետք է մերժվի եւ չհետազոտվի բոլորի ժամանակը խնայելու համար։ Իսկ մեր ապացույցների ցանկը երևի թե մենք մյուս նիստում կներկայացնենք։ Սա խնդրում եմ գցել Վարույթին։ Իսկ ստվոյ պրայեկտով ընդհանրապես պատվաժանական այդ գրվագով Սամվել Կարապետյանի առնչության բացակայությունը դեպքին հաստատված է օրինական ուժի մեջ մտած երաստիճան դատական համակարգով անցած դատական ֆակտերով։ Նույնիսկ անիմաստ ենք համարում դրա վերաբերյալ խոսել, թե խոսենք հաջորդ նիստում։